Բարև ձեզ, արտահերթ քաղաքակրթությունն է, ինչը ինձ ստիպեց դուրս գալ եթեր, ես ասում եմ շատ զբաղված եւ ինտենսիվ քարոզարշավի ժամանակ, քարոզչական հնարքների ընդհանուր իրավիճակը եւ բացարձակ մեր տոտալ անտեղյակությունը, թե ինչ է կատարվում այդ դաշտում եւ ինչու շատ նորմալ մարդիկ տարակուսում են, թե ոնց կարող են մարդիկ խաբվել որոշակի հնարքներին եւ ինչպես նրանք կարող են բուրն արձագանքել այն տեղերին, որտեղ ուղղակի օբյեկտիվ ռեալությունը թույլ չի տալիս արձագանքել։ Այսինքն ոնց կարող է տունը կորցրած մարդը իր տան կորստի պատճառ հանդիսացող մեկին ասի ապրես, ես քեզ ապավինում եմ, ոնց կարող է հայրենիքը կորցրած մարդը ասի դա հայրենիքի կորուստ չի, դա խաղաղություն է եւ այդպես շարունակաբար։ Հիմա ես ստիպված եմ դիմել բոլոր քարոզչական արշավների հիմնական թեմային եւ դրանից հետևող հիմնական հետևանքներին, որպեսզի մենք հասկանանք ինչ է կատարվում, ինչ են անում մեր ուղեղների հետ եւ եթե հնարավոր է ինչպես դրան դիմագրավել։ Ուրեմն բոլորին թվում է, որ ամեն ինչի հիմքում կանգնած է ուժը, այսինքն նրանք իշխանություն են, նրանք ուժով են մեզ պարտադրում կամ ուժով են մարդկանց պարտադրում գալ հրապարակ, այնտեղ իհարկե բոլոր գործիքակազմերը աշխատում են, բայց խնդիրը դրա մեջ չի, խնդիրը նրա մեջ չի, որ նրանք մտնում են հրապարակ զուտ, որպեսզի ինչ-որ բոնուսներ ստանան, որովհետև առաջին բոնուսը, որը կարող է տալ մարդկանց այս կամ այն հրապարակային գործունեությունը, public event-ը, դա նրանց ուշադրության ֆոկուսն է, այսինքն դու ունես ուշադրություն, դու ունես ազդեցություն, դու չունես ուշադրություն, դու չունես ազդեցություն, եւ քանի որ բոլոր նորմալ մարդկանց հետաքրքրում է ուշադրության եւ ազդեցության որակը, որտեղ կներեք, եթե հիմա մենք սկսենք առանց երաշխության տրնգի ապրել, մեջտեղ փողոցի մեջտեղում մենք կգրավենք ուշադրություն, բայց արդյոք մենք ուզում ենք նմանատիպ ուշադրություն կամ նմանատիպ մարդկանց ուշադրությունը, դե հասկանանք, որ կոնկրետ իշխանական ուժերի քարոզչական հատվածում դրված է այ հետևյալ դրույթը, ես չգիտեմ PR մենեջերները դա ձևակերպում են, թե չէ, կարծում եմ, որ դա ձևակերպում են այլ խորհրդականներ, բայց դա իմ անհատական կարծիքն է, ցանկացած ուշադրություն, ցանկացած գնով, ցանկացած ազդեցությամբ, այսինքն եթե դուք անգամ ունեք դրա պատճառով բացասական ազդեցություն, դա նույնպես ազդեցություն է, եւ դա բերում է, բակասեք, բացասական ազդեցությունը ինչ են ուզում, իրանցի վնաս, ոչ, տեսեք, ես դրա համար եմ ահավոր դեմ, նույնիսկ ասենք բոլորին դեմ եմ շարժման կլոնադային, որտեղ նրանք էլ են նույն պարամետրերով աշխատում, այսինքն նույնպես վերցնում են ուշադրության ֆոկուսը, ազդեցության ֆոկուսը, բայց այդ ֆոկուսը բերում է մարդկանց համընդհանուր հիասթափության, նրանք կանգնում են, ասում են, լավ, ինչքան մենք կարող ենք հանդուրժել այս կրկեսը, լավ, այս ինչ է կատարվում, սրանք էլ են անլուրջ, նրանք էլ են անլուրջ, իսկ մարդիկ շատ հաճախ գիտակցում են, չէ, ինչ մարտահրավերների առաջ է կանգնած երկիրը, այսինքն նեգատիվ ուշադրությունը դառնում է մասսայական հիասթափության արդյունք, այսինքն դա ասում է իշխանության մեջ կրկես է, անդիմության մի հատվածում կրկես է, եւ մարդը ոչ թե կոնստրուկտիվ ասում է, գնամ ձայնս տամ լուրջ մարդկանց, չէ, ինքը ասում է, այս բոլորը պայմանավորված են, ես գտնվում եմ խեղկատակների մեջ եւ ձայնս ոչ մեկին չեմ տալիս, չեմ գնում ընտրության։ Իսկ դա ամենաօգտակար բոնուսն է իշխանության համար, որտեղ ընտրության չգնացող մարդը ձայնը ավտոմատ դնում է իշխանության գրպանը։ Դա այդ պիտի իմանաք, ու ինքներդ ձեր խղճի համար որոշեք, թե ինչ եք դուք անում։ Երկրորդը, եկեք խոսենք հոգեվիճակներից, որտեղ բոլորին թվում է, որ ով որ եկել է իշխանության, ավտոմատ գտնվում է հոգեկան ստաբիլ իրավիճակում, բայց մենք տեսնում ենք, որ մեր շրջապատող իշխանական ֆիգուրները անգամ ոչ միայն ստաբիլ չեն, այլև չեն կարող կեղծել այդ ստաբիլությունը։ Օրինակ ես չեմ ասում, որ նախորդ իշխանությունները ստաբիլ էին, հանգիստ էին, չունեին տրավմաներ,
անշուշտ ունեին տարբեր ձևի միայն գյուբանը գավառ եւ քաղաք տարբերությունը ինչ ասես արժեր կամ ասենք լեզվի չիմացությունը եւ այլ բայց նրանք ամենայն դեպս հասկանում են որ քաղաքական գործիչը ղեկավարը պարտավոր է ի ցույց դնել որոշակի վստահություն եւ ստաբիլություն ինչն է պատճառը որ գնում է գոռոց ես ձեզ սիրում եմ եւ ինչ արքետիպի մեջ ենք մենք գտնվում այսինքն ինչ արքետիպի մեջ են մեզ մտցնում որ ավտոմատ ենթարկվենք PR մանիպուլյացիաների։ Ես այս ամենը ասում եմ, որ դուք ձեր ուղեղի մեջ վերականգնեք ձեր բոլոր մանկական եւ ոչ մանկական հիշողությունները եւ փորձեք այդ փակ շրջապտույտից դուրս գալ։ Եթե ստացվի, իհարկե սա մի ռոլիկով չի, սա տարիների թերապիայի խնդիր ունի, թող հոգեթերապևտները չմտածեն, ես չեմ մտնում իրենց դաշտը, ուղղակի ես լուրջ ուսումնասիրություններ եմ անում գրականությունը եւ պոստտրավմատիկ սինդրոմը, գրականությունը եւ նարցիսիզմը, գրականությունը եւ քաղաքական նարցիսիզմի դրսևորումները գրականության եւ քաղաքականության մեջ, վուալա, մեր իշխանությունը բացարձակ էլեմենտ է այդպիսի նարցիսիստական, որում պերվերս նարցիսիստական գործողությունների, այսինքն մենք հասկանում ենք, որ այդ բոլոր երևույթները փոխկապակցված են։ Տեսեք որ հոգեթերապևտի մոտ մտնես, որ մեկի, այսինքն որ մեթոդով նա ուզում է աշխատի, Լականի մեթոդով, Ֆրոյդի մեթոդով, Յունգի մեթոդով, հիմա Պիտեր Բոկերի մեթոդն է, ում ուզում եք բերեք, առաջի հերթին նա առաջ է քաշելու մանկական տրավման, որում տրավմաները լինում են երկու ձևի, այդպես էլ նկարագրում են սառը տրավմա, այսինքն արհամարանքի եւ ուշադրություն չդարձնելու տրավման, հիշում եք, չէ՞, կարևոր ուշադրություն պահելն է, եւ բռնության տրավմա, որը որակվում են իբրև տաք տրավմա, այսպես կոչված hot trauma։ Եվ մենք հասկանում ենք, որ այդ երկու տրավմաները, եթե չեն բուժվում, եւ եթե այդ մարդը այդ տրավմաներով մտնում է իշխանություն, ապա նրա պոստտրավմատիկ սինդրոմը տարածվում է։ Տեսեք, եթե մարդը առանց տրավմայի ընտանիք է կազմում, այդ տրավման տարածվում է նրա ընտանիքի, նրա երեխաների վրա, այսինքն ինքը իր ծնողների տրավման բերում է, մտցնում է եւ դարձնում է իր երեխաների խաչը եւ բեռը։ Եթե այդ մարդիկ գալիս են իշխանություն, ապա նրանք այնտեղ պոստտրավմատիկ սինդրոմները իրականացնում են իշխանության մեջ եւ պոստտրավմատիկ սինդրոմ ունեն բոլորը մանավանդ այն հասարակության մեջ, որտեղ հոգեթերապևտիկ էքզերսիսները այնքան էլ պոպուլյար չէին։ Հիմա օրինակ ես վստահ եմ, որ իշխանություններից անդամներից յուրաքանչյուրը այս կամ այն առիթով այցելել է պսիխոթերապևտի եւ ունեցել է համապատասխան որակումներ, նրան հաստատ ասել են, որ դու ունես մերժման տրավմա, լքման տրավմա, չգիտեմ, այնտեղ էդիպյան կոմպլեքս, անտիգոնեի կոմպլեքս, էլեկտրայի կոմպլեքս կներեք։ Էլեկտրայի կոմպլեքս այդ դու բոլորը ունես։ Իդեպ անտիգոնեի կոմպլեքսեր կա, բայց դա դրա հետ կապ չունի։ Եվ այսինքն այդ բոլոր կոմպլեքսները դու ունես եւ հետեւաբար դու պետք է պայքարես այդ կոմպլեքսների դեմ եւ նրանք մոռանալ հնարավոր չի։ Ուշադիր եղեք։ Այդ բոլոր սրտիկները, այդ բոլոր գոռոցները, ես սիրում եմ ձեզ, մենք բոլորս էլ գիտենք, որ պոստտրավմատիկ սինդրոմի առարկայացած խոսքը որպես կանոն ճիշտ հակառակի պրոյեկցիան է, այսինքն մենք ունենք projection, երբ որ մենք մի բան ասում ենք դիմացինի մասին, հա, ստացվում է, որ մենք ասում ենք դա մեր մասին, օրինակ եթե մեկին ասում ես դու նախանձես, հետեւաբար դու ինքդ քեզ ներքուստ մեղադրում ես նախանձի մեջ, եթե մեկին ասում ես դու չար ես, հետեւաբար այդ չարության էլեմենտները կան քո մեջ եւ ինչպես Յունգը դու չես ուզում ինձ տեսնել այդ ստվերը։ Հիմա եթե դու ասում ես ես սիրում եմ ձեզ, դա նշանակում է սիրեք ինձ, այսինքն այդ projection-ը, որովհետեւ մանկուց ես այդ սիրո կարիքը ունեմ եւ պոստտրավմատիկ սինդրոմով ես պայքարում եմ այնտեղ էդիպյան կոմպլեքսով, իսկ Հայաստանը փոքր երկիր է, մենք բոլորի ներընտանեկան խնդիրները այսպես թե այնպես գիտենք, օրինակ մենք լսել ենք, չէ, բանը ծնողի հետ սեռական հարաբերություններ ունենալու բամբասանքի մասին, բայց մենք դրան անշուշտ չենք հավատում, համենայն դեպս այդ բոլոր տրավմատիկ գործողությունները մտնում են կառավարման դաշտ եւ
մտնում են նաև քարոզարշավ եւ մենք այդ բոլոր երևույթներին արձագանքում ենք շատ հետաքրքիր ձևով, այսինքն ողջախոհ մարդիկ ասում են սա ինչ կոշմար է, սա ինչ կրկես է եւ հիասթափվում են, մարդիկ, որոնք այդ նույն տրավմայի կրողն են, բայց չունեն բավական ռացիոնալիզացիա, որ այդ տրավմայի տակից դուրս գան, ասում են սրտից։ Ինչի սրտից, որովհետեւ ամենաշատը արձագանքում են ցածր վիբրացիաների վրա, ոչ թե այնտեղ իդեալները, արժեքները, ցանկությունները, արձագանքում են տրավմաները, այսինքն անհատական տրավմաների մի ամբողջ ամփ թևածումը Հայաստանով մեկ։ Ու հետաքրքիրն է, որ այդ նույն մարդիկ, ովքեր իրենց անձնական տրավման բերում են դաշտ, կտրականապես մերժում են հայ ժողովրդին ազգային տրավմա ունենալու իրավունքը։ Ինչու՞, որովհետև իրենք իրենց սեփական տրավմայի դեմ պայքարել են այդ ձևով։ Ասել են, որ այն չկա, ասել են, որ դա սխալ է, մեղքը բարդել են ուրիշի վրա, եւ այլն, գոռացել են ես սիրում եմ ձեզ, բայց իրականում ասել են սիրի ինձ, հա։ Եվ այդ բոլոր տրավմաների արդյունքում ազգային տրավման լրացնելու փորձը նույն տակտիկայի հետևանքն է եւ այդ բոլոր հնարքները, որ այս վերջերս շիշը տեսել եք, վրան գրած է Ալագյաս։ Ես հասկանում եմ Արարատի Արագածով փոխարինելու, ոչ թե հասկանում եմ իբրև մարդ, հասկանում եմ թե ինչի է արվում, բայց թուրքական էկվիվալենտը մտցնելու իմաստը կարող եմ բացատրել միայն արտաքին միջամտությամբ, բայց թող դա մնա սարքողների տրավմաների խղճին, մենք խոսենք այն մասին, որ այդ մարդիկ ազգային տրավման ուզում են մոռացության տալ, ինչպես իրենց անհատական տրավման, եւ եթե միտեղ իրենց անձնական տրավմայում նրանք օգտագործում են իշխանություն մարդկանց սրտերի վրա, որը իհարկե արդեն չկա, ապա ազգային տրավման մոռացնելու դեպքում նրանք փորձում են իշխել մարդկային ձայնին, մարդկային կամարտահայտմանը, ազգային տրավման ընդհանրապես, որպես կանոն, ազգերը վերապրում են մոտ մի դար, իսկ երբեմն լինում է ավելի շատ, եւ դժվար նրանք այդ խորհրդատուները չունենան եւ այդ իրադրությունը եւ իրողությունը չիմանան։ Խնդիրը ո՞րն է։ Խնդիրն այն է, որ հասարակությունը ոչ մի տրավմայի տակից դուրս չգա, ոչ անհատական, ոչ իսկ անհատականից չի կարող դուրս գալ, որտեղ իշխանությունն է այդ տրավմայի տակ, եւ ոչ էլ ազգային, որովհետեւ պոստ-տրավմատիկ սինդրոմի մեջ լրված, կներեք, ուրիշ բառ չեմ գտնում, յուրաքանչյուր անդամ, յուրաքանչյուր անհատ ի վիճակի չի a. նորմալ մտածելու, b. նորմալ գործելու եւ ամենակարևորը ի վիճակի չի սիրելու, ինչքան էլ գոռան, սիրում եմ ձեզ, սիրեք ինձ եւ այլն եւ այլն։ Սերն են ձեզ եւ մտածեք, թե դեպի որ տրավման դուք գնալու եք շուտով, որտեղ տրավմաները չբուժվելու դեպքում ունեն կատաստրոֆիկ դառնալու ունակություն։ Ձեր հետ քաղաքակրթություն։